Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Տարբեր դիտորդական կազմակերպությունների եւ սոցիոլոգիական հարցումների տվյալներով բացառապես իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն են խախտում բարեկրթության եւ կառուցողական քարոզարշավ իրականացնելու նորմերը։ Ես շատ ցավում եմ, որ այսօր հերթական դրսևորմանը ականատես եղանք, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղ առավոտյան այդպես ներքնաշորերի ցուցադրությամբ էր զբաղված տարատեսակ տպագրություններով։ Իմ մոտ օբյեկտիվ հարց առաջացավ, թե ինչով է սա պայմանավորված։ Հետո օրվա երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից հերթական անգամ զիջումներ են արվելու եւ հերթական տարածքներն են նվիրաբերվելու Ադրբեջանին։ Երևի թե որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում փաստացի Նիկոլ Փաշինյանը այսօր խոստովանել է, որ նույն Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների այս տարատեսակ շոուներ անելու գործելավոճը, որովհետև բնականաբար երբ նույն օրվա ընթացքում քաղաքապետը նման անլուրջ պահվածքով է հանդես գալիս եւ դրան զուգահեռ վարչապետը անում է հայտարարություն այն մասին, որ Տիգրանաշենը մասնավորապես հանձնվելու է Ադրբեջանին, արդեն հասկանալի է դառնում, որ պարզապես սա այսպես հնարք է, քարոզչական հնարք է հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու։ Իսկապես ցավալի է, որովհետև նույն Տիգրանաշենի հանձնումը սարսափելի հետևանքների է հանգեցնելու, որովհետև փաստացի մեր հանրապետությունը կիսելու է երկու մասի։ Սա բոլոր բանական մարդկանց համար, բոլոր մեր հայրենասեր քաղաքացիների համար կարծում եմ սարսափելի իրողություն է եւ փոխարենը անվտանգային լրջագույն հարցերի վրա ուշադրությունը այսպես գրավելու եւ այս մասին մտածելու, երբ որ ընդդիմությունը խոսում է, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոսում է անվտանգության երաշխիքների մասին, երբ որ խոսում է երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, ինչ է անում իշխանությունը, ընդհանրապես կարճում է այս կամ այն արտահայտությունից, կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մեջ առանձնացնում է այս կամ այն երկրի անունը։ Երբ Գագիկ Ծառուկյանը խոսում է անվտանգության երաշխավորների մասին, խոսում է Ռուսաստանի մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, Չինաստանի մասին, Հնդկաստանի մասին եւ ի թիվս այլ երկրների, նշում է նաեւ տարբեր երկրների անուններ։ Իշխանական քարոզչամեքենան այսօր իր ֆեյքերի փողակով եւ իր ձեռնասուն падգամավորների միջամտությամբ այսօր լծվել են կոնկրետ արտահայտության վերլուծությանը։ Իսկապես ողբերգությունը եւ ամոթ։ Շատ ցավում եմ իշխանության ներկայացուցիչների համար, որ նրանք ընտրել են այս գործելավոճը, բայց հանրության ուշադրությունը շեղել չի ստացվելու։